մասնագիտական տեսանկյունից կարծում եմ, որ սկիզբը համենայն դեպս կոչվում է։ Ձեր քաղաքական հեռանկարները կան որոշակի առաջարկներ։ Ձեր ոչ։ Ինչ կանեք, եթե առաջարկում են, այնուամենայնիվ Առաջարկ կանելիս միշտ գնահատում են առաջարկը, հետո ընդունում են կամ չեն։ Դուք ընդունում եք ծայրաստիճան ծանր տնտեսական վիճակը, դուք ոչ մեկը կառավարության նախկին ներկայացուցիչները նման գնահատականներ չէիք տալիս, Կարեն Կարապետյանը դա գնահատում է իր Գիտեք, ամեն ժամանակաշրջան տնտեսության զարգացման, երկրի զարգացման ունի իր առանձնահատկությունները, իր մարտահրավերները եւ տվյալ ժամանակաշրջանի համար, այսպես ասեմ, սկիզբը դնելու կամ հենվելու ու քայլ կատարելու նույնպես փիլիսոփայությունը։ Փիլիսոփայությունը փոխվում է ժամանակի ընթացքում եւ դրան համապատասխանեցում են տրամաբանական այն քայլերը, որոնք պիտի տանեն հետագա զարգացման։ Այն գործողությունները եւ այն նախաձեռնությունները, որոնք այսօր դրված են կառավարության գործունեության մեջ, կարծում եմ հուսադրող։ Պարոն Ճշմարտյան, ինչու վարչապետը ձեզ չտեսավ իր քաղաքական համաձայնությունների արդյունքում էր եւ դա նորմալ է, ոչ մեկի, գիտեք, պաշտոնը ընդհանրապես ցանկացած պաշտոն մարդունը չէ։ Չեմ կարծում, որովհետեւ դրանով չի որոշվում ոչ բախտը, ոչ էլ ապագան։ Ինչ եք անում հիմա, պարոն Ճշմարտյան։ Զբաղվում եմ իմ առօրյա գործերով։ Ընթերցանությամբ դասավանդում եմ պետական տնտեսագիտական համալսարանում, առարկան կոչվում է ներդրումների եւ նորարարությունների կառավարում։ Ներդրումների մասով 60 օրն անցել է, բայց ոչ մի փոփոխություն չկա։ Արդեն դուրս գալու առաջ ելեցիք, պարոն Ճշմարտյան։